Խնդիրը պահանջում է գտնել, թե քանի թվանշան ունի ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 225-ի, իսկ իր գրառման մեջ մասնակցում են միայն 0 և 6 թվանշանները։ Շատ լավ, լուծելու համար այս խնդիրը ինչ է մեզ անհրաժեշտ անել։ Նախ պետք է հասկանալ 225-ը ինչ պարզ բաժանարանների է բաժանվում, կամ միգուցե ոչ թե պարզ, այլ ուղղակի այնպիսի բաժանարանների, որոնց համար մենք հայտանիշ ունենք։ Դա մեր լուծման սկզբնական կտորն է։ Եկեք նշենք այստեղ նկատենք, որ 225-ը դա հավասար է 9 անգամ 25-ի, որտեղից հետևում է մեր թիվը տվյալ պետք է բաժանվի 9-ի անմնացորդ և անմնացորդ պետք է բաժանվի 25-ի, որպեսզի բաժանվի 225-ի։ Ուսա գալիս է նրանից, որ 9-ն ու 25-ը փոխադարձաբար պարզ են։ Հակառակ դեպքում միշտ չի կարելի այսպիսի պնդում անել։ Շատ պարզ օրինակ կարող եք ձեր մտքում պահել, որ 24-ը հավասար է 4 անգամ 6, բայց եթե թիվը բաժանվում է 4-ի և 6-ի, չի նշանակում, որ բաժանվում է 24-ի, օրինակ 12։ Դա նրանից է, որ 4-ն ու 6-ը փոխադարձաբար պարզ չեն։ Նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 2-ի է հավասար։ Այս փոքր օրինակը միշտ մտքում պահեք, որպեսզի այսպիսի իրավիճակներում չխճճվեք, և հիմա արդեն այստեղից կարող ենք շարունակել։ Թիվը և 9-ի պետք է բաժանվի, և 25-ի։ Դե 9-ի բաժանելիության համար մենք հայտանիշ ունենք, որ թվանշանների գումարը պետք է բաժանվի 9-ի, իսկ 25-ի բաժանելիության համար կրկին հայտանիշ կարելի է այսպես ասել, միակ պայմանը այն է, որ վերջին երկու թվանշաններով բաղկացած թիվը բաժանվի 25-ի։ Դե մեր դեպքում, եթե 0-ներ և 6-եր են միայն, պետք է 2 0 լինի։ Այսինքն, թիվը պետք է ավարտվի զրոյներով, եկեք այսպես նշենք 2 0-ով, և թվանշանների գումարը, սա արդեն 9-ի բաժանելիության հայտանիշն եմ կիրառում։ Անմնացորդ բաժանվի 9-ի։ Ու քանի որ մեր թիվը միայն 0-ներից և 6-երից է կազմված լինելու, և 0-ն ոչ մի ձև գումարի վրա չի ազդում, ուղղակի 6-երի գումարը պետք է բաժանվի 9-ի։ Հետևաբար, ամենաքիչը 3 6 անհրաժեշտ է։ 3 հատ 6 և 2 հատ 0 անհրաժեշտ է։ Որովհետև 3 անգամ 6 գումարած 2 անգամ 0, ուղղակի թվանշանների գումարն եմ հաշվում հավասար է 18, որը բաժանվում է 9-ի։ 2 հատ 6-ի դեպքում կունենայինք 12, 9-ի չի բաժանվում, 1 6-ը նույնպես չի բաժանվում, ուստի 9-ի բաժանելիության համար գոնե 3 6 մեզ անհրաժեշտ է, իսկ 2 0-ն անհրաժեշտ է 25-ի բաժանելիության համար, այսինքն գոնե 5 թվանշան մեզ անհրաժեշտ է, և նրանց հերթականությունն էլ ահա, մեզ մոտ կլինի 6 6 6 0 0 և միայն այս տարբերակով, որովհետև 2 0-ն պետք է լինի վերջում, որովհետև թիվը պետք է ավարտվի այդ 2 0-ով, ուստի քանի թվանշան ունի հարցի պատասխանը կլինի 5։ Ահա, ուշադիր պետք է լինել հարցին, թե ինչ է խնդիրը պահանջում գտնել, որովհետև գտնելով թիվը միգուցե մենք այստեղ կանգ առնեինք, բայց ուշադրություն էր պետք, որպեսզի հասկանանք խնդիրը մեզնից պահանջում է գտնել ոչ թե տվյալ թիվը, այլ թվանշանների քանակը։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք։ Դե եթե մեզ մոտ թիվը պետք է բաժանվի ինչ-որ այլ թվի, տվյալ դեպքում 225-ի, պետք էր հարմար մեզ համար բաժանարարների բաժանել այս թիվը, որպեսզի նրանց համար ինչ-որ հայտանիշ ունենանք ու կարողանանք կիրառել։ Դե մենք հասկացանք, նկատեցինք, որ այս 225-ը հավասար է 9 անգամ 25-ի,
և 9-ի 25-ի փոխադարձաբար պարզ լինելուց ստացվում է, որ և 9-ի և 25-ի պետք է բաժանվի։ Հետևաբար թիվը պետք է ավարտվի 2 0-ով, որպեսզի բաժանվի 25-ի, և իր թվանշանների գումարը պետք է բաժանվի 9-ի, որպեսզի նա նույնպես բաժանվի 9-ի։ Հետևաբար արդեն անցնում ենք երկրորդ մասին ու թվանշանների քանակ ենք ընտրում։ 9-ի բաժանելիության համար մեզ մոտ պետք է թվանշանների գումարը 9-ի բաժանվի, զրոները ոչ մի ձև չեն ազդում, ուրեմն 6-երի քանակով պետք է դա ապահովենք ու 3 6-ի գումարն է ամենաքիչը բաժանվում 9-ի, 2 6-ը չի բավարարում, 1 6-ը չի բավարարում, և դե 2 0-ն էլ 25-ի բաժանելիության համար է անհրաժեշտ։ Եվ հերթականությունն էլ ֆիքսված է հենց լինելու, դա ամենափոքրն է, ու այլ տարբերակ չունենք, 2 0-ն ապահովում է 25-ի բաժանելիությունը, 3 6-ը 9-ի բաժանելիությունը, և եթե այլ ձևով դասավորենք այս թվանշանները, դա կնշանակի, որ մենք չենք ունենա թիվ, որը կբաժանվի 25, այսինքն միակն է սա, և այլ թիվ արդեն չկա 5 թվանշաններով կազմված, իսկ 4 թվանշանները ակնհայտ չի բավարարի, հենց մեկը 9-ի բաժանելիության պայմանը խախտվում է այնտեղ միշտ։ Ուստի այս խնդրի պատասխանն է 5։ Այսքանով տվյալ խնդրի լուծումը կարող ենք ավարտել։